Պետությունն ու համայնքները հանրային կարիքները բավարարելու նպատակով իրականացնում են գնումներ, որոնք երբեմն կարող են ուղեկցվել խնդիրներով։ Լինի դա ճանապարհաշինություն, բանակի համար զինամթերքի ձեռքբերում, դպրոցի կառուցում կամ մանկապարտեզի սննդի մատակարարում։ Ինչպես յուրաքանչյուր քաղաքացի կարող է բախվել անորակ ապրանք կամ ծառայություն գնելու խնդրին, այնպես էլ պետությունը կարող է սխալվել իր գնումներում։ Ուստի կարևոր է հասկանալ, արդյոք պետությունը որպես մեր հարկերով մեզ համար գնում կատարող մարմին խելամիտ եւ արդարացի է գործում, հատկապես խնդրահարույց իրավիճակներում։ Յուրաքանչյուր իրավիճակում կարևոր է գնահատել մանկապարտեզը ժամկետանց սնունդ ստանալիս ընդունել է այն, թե պահանջել է փոխել։ Եթե դպրոցը կառուցվել է թերի, պետությունը ընդունել է շենքը, թե պարտադրել է կառուցապատողին վերացնել թերությունները։ Պետությունը վճարել է դպրոցի անորակ շինարարության համար, թե կիրառել է տուգանք ուշացրած կապալառուի նկատմամբ։ Պետությունն ունի բազմաթիվ լծակներ ապահովելու, որ իրեն մատակարարվեն որակյալ ապրանքներ եւ մատուցվեն որակյալ ծառայություններ, սակայն գործնականում այս հնարավորությունները ոչ միշտ են կիրառվում։ Երբեմն անբարեխիղճ մատակարարները անորակ ապրանք, ծառայություն կամ աշխատանք են վաճառում պետությանը։ Իսկ երբ պետական մարմինները կիրառում են իրենց գործիքակազմը, դույժ ու տուգանքներ սահմանելով ուշացումների համար կամ մերժելով անորակ ապրանքի դիմաց վճարել, նրանք միևնույն է, դառնում են հասարակության քննադատության թիրախ, ինչը նույնպես բացասական է։ Այսպիսով, պետական գնումների որակը գնահատելիս կարևոր է պարզել տվյալ մարմինը կամ պաշտոնյան իրապես գործադրել է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մեր հարկերով իրականացված գնումը լինի որակյալ, թե ոչ։